Պարոն Հարությունյան, մարտի 1-ի ողբերգությունից անցել է արդեն 9 տարի։ Դրա բացահայտումը լրջագույն մարտահրավեր էր Հայաստանի Հանրապետության համար, բայց իշխանությունները նախընտրեցին այդ մարտահրավերը մոռանալու, լղոզելու ճանապարհը։ Անպատժելիության այս տիրույթում հավանականություն կա, որ ողբերգությունը կարող է եւ կրկնվել։ Դուք ինչ կարող եք ասել այս մասին։ Մարտի 1-ի հանցագործությունը բացահայտված է ըստ էության։ Բոլորը գիտեն մեղավորներին, բոլորը գիտեն ովքեր են հանցագործությունը կատարելու հրաման տվել, ովքեր են հրաման տվել կրակել, ովքեր են սպանել անգամ հայտնի է։ Ուղղակի պատիժն է ձգվում, բայց դա չի նշանակում, որ պատիժը չի լինելու։ Մարտի 1-ը մեր հայ ժողովրդի պատմության մեջ երևի չգրանցված մեծագույն հանցագործություններից մեկն է, որը երբեք փակված էջ չի դառնալու, անգամ պատժի պարագայում, երբ որ մեղավորները կպատժվեն, մեր պատմության դասագրքերում դա գրվելու եւ հիշվելու է։ Այսինքն այն ինչ որ արվեց, այն ինչ որ տեղի ունեցավ մարտի 1-ին, մնում է այս իշխանությունների վրա, նրանք դրանից խուսափել չեն կարող։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ինչքան էլ Երևանի մայթերը ջրով լվացին, մարտի 1-ից հետո այդ արյունը այդպես էլ մնաց։ Ամեն անգամ մարդիկ անցնելով այդ հատվածով գիտեն, որ այնտեղ տեղի ունեցել սպանություն, հրապարակային սպանություն, ամեն տարի ոչ միայն մարտի 1-ին, այլ տարվա ցանկացած օր մենք հիշում ենք մարտի 1-ը, որովհետև դա մեծագույն հանցագործությունն էր, որ կարող էր տեղի ունենալ մեր իրականության մեջ եւ տեղի ունեցավ ցավոք սրտի։ Իսկ պատիժը անկասկած լինելու է, եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օր։ Մտածել, որ կարելի է անմեղ մարդկանց գնդակահարել սեփական իշխանությունը պահելու համար եւ մնալ անպատիժ, աներևակայել է, դա հնարավոր չէ։ Բայց ամեն դեպքում մեղավորները դեռևս չեն պատժվել։ Եվ արդյոք այդ ողբերգությունը կարող է կրկնվել։ Մարդիկ, ովքեր գնացել են այդ հանցագործությանը, նշանակում է, որ նրանք անցել են արդեն այդ սահմանը։ Չի կարելի այդ սահմանը անցել են եւ նրանք ամեն վարքյան, ամեն օր կարող են կրկնել այդ հանցագործությունը։ Բայց հանցագործության արդեն մեծությունը, հանցագործության ահավորությունը այնքան մեծ է, որ նույնիսկ այդ հանցագործությունը գործած իշխանավորներն են կարծում եմ հասկանում դրա ծանրությունը, նրանք հասկանում են, որ այդ ծանրությունը իրենց ուսերին է, որ այդ ծանրությունը իրենց վրա է մնացել։ Եվ ինչ էլ որ տեղի ունենա այսուհետ Հայաստանում, ես քիչ հավանական եմ համարում իհարկե մարտի 1-ի նման հանցագործության կրկնություն, բայց հանուն սեփական իշխանության, հանուն իշխանության պահպանման, հանուն սեփական վերարտադրության այս իշխանություններն ապացուցեցին մարտի 1-ով, մարտի 1-ից հետո նաև ապացուցեցին, որ շատ բանի են ընդունակ։ Ես չէի ցանկանա ասել, որ դա հնարավոր է կրկնել, որովհետև կրկնում եմ, այնքան մեծ, այնքան ծանր հանցագործություն է, որ դրա մասին այդքան հեշտորեն ես չեմ կարող ասել, որ դա հնարավոր է կրկնվի։ Բայց իշխանություններն ապացուցում են ամեն վարքյան, որ պատրաստ են լուրջ հանցագործությունների հանուն սեփական իշխանության։ Ժամանակին մարտի 1-ի ողբերգությունը կարծես թե փակ թեմա էր եւ շատ քաղաքական ուժեր խուսափում էին մասնակցել դրա շուրջ ծավալվող քննարկումներին, իսկ ներկայումս կարծես թե բոլոր ուժերը փորձում են շահարկել այդ ողբերգությունը, խոսում են դրա մասին, նույնիսկ այնպիսի մարդիկ են խոսում, որոնք 2008 թվականին եղել են իշխանության մաս։ Սրա մասին ինչ կարող եք ասել, միթե այդ կարծրատիպը կոտրվել է։ Նախընտրական շրջան է։ Նախընտրական շրջանում ընտրություններ կոչվող այս միջոցառումները մասնակցող քաղաքական ուժերը փորձում են հաճոյանալ հասարակությանը։ Այդ պատճառով է, որ նրանք խոսում են մարտի 1-ից, խոսում են ինչ-որ հանցագործություններից, այլ հանցագործություններից, խոսում են ընտրակեղծիքներից, նույնիսկ այն ուժերը, որոնք որ մասնակցել են կամ առնչություն են ունեցել մարտի 1-ին, այն ուժերը, որոնք որ տարիներ շարունակ մասնակցել եւ առնչություն են ունեցել ընտրակեղծիքներին, նրանք խոսում են ընտրակեղծիքների մասին, նրանք խոսում են մարտի 1-ի մասին, դա ընդհանրապես ժամանակի, այս մի 2-3 ամսվա պահանջն է, դրանից հետո դա լռելու է, բայց հասարակության մեջ եւ քաղաքացիական հասարակության մեջ հատկապես եւ ընդհանրապես լայն շրջանում, լայն իմաստով մեր հանրության մեջ մարտի 1-ի խնդիրը միշտ արդեն ասեցի այդ մասին, մնալու է անկախ այս քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների պատեհապաշտությունից։ Այդ նույն քաղաքական ուժերը շարունակում են նաեւ
քաղաքբանտարկյալների թեման։ Սրա մասին ինչ կասեք։ Նույն համատեքստում կարելի է դա դիտարկել։ Ցավալի է, բավականին երկար ժամանակ է Հայաստանում քաղաքբանտարկյալներ կան։ Շատ երկար ժամանակ եւ ամոթալի է, որ անկախ Հայաստանում կան քաղաքբանտարկյալներ եւ առավել եւս ցավալի է, որ այդ քաղաքբանտարկյալները կալանավորվում են, բանտ են նետվում, տարիներ շարունակ պահվում են ազատազրկման վայրերում, նրանց մասին ոչ բոլոր քաղաքական ուժերը եւ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են հիշում, մեկ էլ հանկարծ գալիս է նախընտրական փուլ, հանկարծ նրանք սկսում են նրանց մասին ոչ միայն հիշել, այլև այդ թեմայով խոսել։ Իհարկե որ որպես իրավապաշտպան կարող եմ ասել, որ ընտրությունները դառնում են լավ առիթ, որպեսզի քաղաքբանտարկյալների խնդիրը ել ավելի բարձր հնչի, արծարծվի, բայց պատահապաշտությունը իհարկե հեգնանքի արժանի է։ Սա է իրականությունը մեր, հիմա այս իրականության մեջ ենք մենք ապրում, նախընտրական շրջանում բոլորը, չգիտես ինչու, դառնում են արդարության ջատագովներ, քաղաքբանտարկյալների պաշտպաններ, ազատության կողմնակիցներ, բայց ընտրություններից հետո դառնում են կոալիցիաներ, քաղաքբանտարկյալներ ունեցող իշխանության հետ մտնում են հարաբերությունների մեջ տարբեր տեսակի նույն իշխանությունների հետ, ովքեր որ քաղաքբանտարկյալներ են պահում բանտերում, ովքեր որ քաղաքական նկատառումներով մարդկանց հալածում են։ Իսկ ինչ է կարծում, քաղաքբանտարկյալների առկայությունը ուղղակի պատճառ չէ մարտի 1-ի անպատժելիության։ Եթե մեր հանրությունը կարող ունենար այնպիսի ուժ, որ ժամանակին կարողանար հասնել դրան, որ մարտի 1-ի մեղավորները, բոլոր մեղավորների մասին է խոսքը, սկսած ամենավերջին կրակողից մինչև ամենավերին հրաման արձակողը։ Հասնեինք, եթե մենք կարողանայինք նման հնարավորություն ունենայինք հասնել դրան, որպեսզի նրանք պատժվեին, Հայաստանը ոչ միայն քաղաքբանտարկյալ չէր ունենա, այլև Հայաստանը կլիներ բոլորովին այլ երկիր։ Եթե մենք 2008 թվականին կարողանայինք հասնել հաջողության, հասնել դրան, որ երկրում տեղի ունենային կամ գրանցվեին ազատ արդար թափանցիկ ընտրություններ եւ այդ ընտրությունների արդյունքում ձևավորվեր իշխանություն, ապա մենք այսքան կորսված տարիներ չէինք ունենա քաղաքբանտարկյալներ ոչ մարտի 1-ից հետո, չէինք ունենա քաղաքբանտարկյալներ ոչ էլ դրան հաջորդող շրջանի ընտրություններից հետո, ել չեմ ասում, ասենք ընտրություններից դուրս տարբեր առիթներով ձերբակալված քաղաքբանտարկյալները չէին լինի Սասնա ծռերը, մենք ունենայինք լրիվ այլ երկիր, ես վստահ եմ, բայց մենք չունեցանք այդ ուժը եւ իշխանությունները կարողացան թելադրել իրենց, ոչ թե թելադրել իրենց կամքը, այլ անել այն, ինչ իրենք էին ցանկանում։ Նրանք վերարտադրվեցին, նրանք ստեղծեցին այս համակարգը, որը չի կարող չծնել քաղաքբանտարկյալ։ Այս իրականությունը չի կարող տեղի ունենալ առանց քաղաքբանտարկյալների ներկայության եւ գոյության, չի կարող այս իրականության մեջ չլինել անարդարություն, չի կարող այս իրականության մեջ չլինել քաղաքական հետապնդում եւ չի կարող այս իրականության մեջ չլինել ընտրակեղծիքներ։ Այդ ամեն ինչը կա լինելու է այս իրականության պատճառով։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։